Այս տարի հունվարի 19-ին լրացավ Հրանտ ինքի սպանության 19-րդ տարելիցը։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ակոս շաբաթաթերթին նախկին խմբագրատան առջև արդարության պահանջով։ Մարդկանց հոսքը դինքի սպանության վայր շարունակվեց չնայած վատ եղանակային պայմաններին։ Սեբադ շենքի վրա դինքի դիմանկարներ, ճշմարտության հետքերով, արդարության ետևից խոսքերով։ Պաստառի վրա նաև հիշատակվում էր, որ Ակոս շաբաթաթերթն արդեն 30 տարեկան է։ Պատահական չէր, որ հիշատակի արարողությանն այս տարի ելույթով հանդես եկավ Լեդա Özbere, ով շաբաթաթերթի հիմնադրման օրվանից ի վեր Ակոսի աշխատակից է։ Özbere պատմեց Ակոսի պատմության, աշխատանքների, դինքի կենդանության օրոք այնտեղ տիրող մթնոլորտի մասին։ Շեշտեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման դինքի համար միշտ կարևոր նշանակություն է ունեցել։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին լուրերը պարոն Հրանտի համար առաջնահերթություն էին։ Նա անխոնջ աշխատում էր սահմանի բացման համար, գրում էր հոդվածներ, էսսեներ։ Ամենամեծ ցանկությունն էր, որ սահմանը բացվի, որ թուրք եւ հայ ժողովուրդները շփվեն։ Նա երազում էր սահմանի բացման օրը գրող Մեհմեդ Ուզունի հետ ավանդական ժողովրդական պար, հալայ պարել, բայց դա տեղի չունեցավ։ Արարողությունը վարող Բյուլենթ Հայդենը, ով Հրանտի ընկերներ նախաձեռնության ներկայացուցիչն է, հիշատակեց բանտարկության մեջ գտնվող մի շարք գործիչների, այդ թվում հայ մշակույթի պահպանման հարցում նախագծեր իրականացնող Անադոլու քյուլթուրի հիմնադիր Օսման Քավալային, Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանին, որը տարիներ շարունակ մեծապես օժանդակել է հիշատակի արարողության կազմակերպմանը։ Այս տարի եւս հավաքվածները վանկարկում էին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» եւ «Արդարություն Հրանտի համար» կարգախոսները։ Վերջին տարիներին հունվարի 18-ին եւ 19-ին Ակոսի նախկին խմբագրատան շենքի վրա արտացոլվում են տարբեր արվեստի աշխատանքներ։ Այս տարվա աշխատանքի հեղինակն էր ծաղրանկարիչ Օհանը, նույն ինքը Օհանես Շաշկալը։ Աշխատանքի համար հիմք է ծառայել դինքի ոգևորությունն ու քաջությունը եւ այն, որ նա հաճախ խոսում եւ գործում էր սրտից, որն էլ մեծ հետք էր թողնում լայն հանրության վրա։ Դինքին դեռ դպրոցական տարիներից ծանոթ Շաշկալն այս խոսքերով է նկարագրում նրա ժառանգությունը։ Ցեղասպանության նման հարցերում նա մարդկանց վերաբերմունքը փոխեց։ Նա շատ բաներ փոխեց Թուրքիայում։ Նաև սա էր նրա սպանության պատճառը։ Մարդկանց վրա խորապես ազդում էր ոչ միայն այն, թե ինչ էր պատմում, այլև պատմելու ձևը։ Մեզ համար հիմա կարևորը նրա ժառանգությունը շարունակելն է, ազատության, արդարության եւ հավասարության համար նրա պայքարը շարունակելը։ Մենք պետք է ջանքեր ներդնենք այդ ուղղությամբ։ Միջոցառման վերջում առաջին անգամ հիշատակի արարողության շրջանակներում հնչեց Հյուսնու Արքանի եւ Ջեյլան Էրթեմի Աղբարի կերքը, որը նվիրված է դինքի հիշատակին։ Բարթուի Բալյան, Ստամբուլ, Թուրքիա։